Սիրտ, Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից մեկը։ Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր փոխվել։ Նի իրարապ ջեմ, ըտաշանեմա ուդրիևորակ լևխով։ Դու, թեև այնպես խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի ամենախորքում։ Ուդ, եւ այդ սեպնիա ոգմանող ու ուրատագոր է ծավնքատինը մրամ մուքրող անեմա։ Դու, ամենանուրբն ու զգայունը։ Ուդ, նբրունանեմա ու ընույագս։ Ու նաև անհրաժեշտն ու խաբվածը բոլորից, ու Եվան դրեժաժնը ու ըծավղապցիրորը։ Դու ցանկացել ես տեսնել և աչքերը փակել են աչքերդ, ու ցելեցակն լենսետ վեյ էրեկչա նելեկապ դիրեկչա։ Դու ցանկացել ես գրկել և ձեռքերը բռնել են ձեռքերդ, ու ցելեցակնը լեռնը վեյ էրեկրես նելերը դրեկրեց։ Դու ցանկացել ես վազել և ոտքերը տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով, ու ցելեցակնը լեզավ վեյ էրեք տովները լացեք նիրովոլոբ շիրու որապանաճ։ Դու ցանկացել ես լսել և ակաժները խուլ են ձևացել, ու ցելեցակնը լեսել վեյ էրենջականելուխ լեզավեց։ Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել, ու դիջրևնաճ շիրով սերենա բլեցակնեց։ 13 տարեկան էի, երբ դասերը ընթերցելիս կամ հասարակ ինչ-որ խոսելու ընթացքում բառերը հակառակ էի կարդում և ուղղակի կարդում էի, չէի արտաբերում հենց առանց նայելու և դրանից հետո արդեն սկսեցի այդ բառերը արդեն առանց նայելու արտաբերել ու դրանից հետո արդեն սկսեցի նաև նախադասությունները հակառակ արտաբերել և արդեն կարելի ասել, որ վարժ խոսում եմ հակառակ։ Այսինքն քեզ մոտ շատ կարճ է տևում հակառակ կարդալը, միանգամից դու կարողանում ես ֆիքսես։ Վայրկյանների ընթացքում։ Մի քիչ կպատմես ընթացքի մասին էլ նաև։ Օրինակ, եթե մի հատ բառ վերցնենք, այդ բառը հենց վայրկյանների ընթացքում կարող եմ ասել, օրինակ ինչ-որ բանաստեղծություն կարող եմ հիմա ասել։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում։ Սեյ միշունա ինացայա մահաևրա մեռավ մուրիս։ Մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում։ Ռեմնի իզազ գավնաբղով ծամուցակալ մերալ մուրիս։ Արրանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, նա մնարն է իրեն կեղած ու իրեդրավեր ու բնամրավ, ու նա իրյան աղջիկների հեզաջկում պարն եմ սիրում, ու նա իրյան իրեն կիջղան ու կճազան մերավ մուրիս։ Այս հայերենով, հիմա անգլերեն, որով հենց գրանցել եմ իմ երկրորդ ռեկորդը, You did your best every hour and minute. We did roy ցեպիրվերուա դնթին. Trying to grow me up. Գնիար դուդվորը գիմփա. Trying to provide my way of life. Գնիար դուդ դիավորը բիամ եւ ֆոֆիալ. That you dreamed for me. Դա դու իդմիր դրոֆի։ Ռուսերեն. Я свет, а ты душа моя. Ай от тебя сахит ашудая. Я глаза, а ты свет душа моя. Ай азалага хит тебя сашудая. Без света глаза меркнуть. Зеп от тебя азалаг тункрем. Ես մոտենում եմ պատուհանին եւ բացում այն։ Se me monotom nihanuta ու մուցապնի։ Մարգարիտա, կպատմես քո ռեկորդների մասին, որոնք գրանցել ես։ Ուրեմն առաջին ռեկորդս գրանցել եմ 13 տարեկանում, հենց արտասանելով հայ շատ բանաստեղծների ստեղծագործություններ, այսինքն ասմունքելով այն, այսինքն ըստ հակառակ խոսել էի մոտ ուղղակի սովորություն էր եւ հետո արդեն այն դարձավ հմտություն եւ ես արդեն այն օգտագործեցի ստեղծելով մի քանի տեսանյութեր հենց ասմունքների ձևով եւ դրանք ուղարկեցի Հայաստանի ռեկորդների էջին, այսինքն ցուցասնագրքի ասոցիացիային եւ նրանք արդեն ստուգելով իմ հակառակ խոսելը արդեն գրանցեցին իմ առաջին ռեկորդի 2023 թվականին եւ վերջերս արդեն ավելի հմտանալով այս ամենի մեջ կարողացա արդեն խոսել եւ գրաբար եւ արևմտահայերեն եւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ կարելի ասել որ ելի վերջերս գրանցեցի իմ երկրորդ ռեկորդը ուղիղ եթերի ժամանակ։ Սկզբում ես ցանկություն չունեի գրանցելու, քանի որ երբ որ դրա մասին իմացա եւ դիմեցի, սկզբում ինձ չէին պատասխանում։ Ուզում էի ջնջել իմ նամակները, սակայն հետո մայրիկս խորհուրդ տվեց, որ պետք է մի քիչ սպասել ու համբերատար լինել։ Ու երբ որ ես ուրիշ ստացա, որ արդեն գրանցվել եմ, իրականում շատ հուզված էի ու շատ ուրախ, քանի որ դա իմ առաջին մեծ հաջողությունն էր, որով, չգիտեմ, ես ինքս էլ հպարտանում էի ինձանով։ Մարգարիտ, քո ամենամեծ աջակիցը խորհրդատուն ով է։ Մայրիկս։ Քանի որ եթե օրինակ մայրիկս չասեր, որ ես պետք է դեռ սպասեմ ու համբերեմ, որ ինձ անպայման կպատասխանեն, ես հաստատ չէի սպասի եւ հիմա այսպիսի հաջողություններ չէի գնացի։ Իսկ Գինեսի ռեկորդների գրքում փորձել ես։
Դեռ չեմ փորձել, բայց ինձ թվում է, որ մի երկու ռեկորդ էլ գրանցեմ, արդեն ինձ թվում է, արդեն կհասեմ Գինեսի ռեկորդների գրքի։ Այո, խոսում եմ կենցաղում, մենակ դասանում շատ հաճախ դասերն եմ պատմում հակառակ, ասմունքում եմ էլի։ Արևմտահայերեն եւ գրական։ Հայացնողայից մի բան, աշխարհումս աղջիմ քաշի, քանի որ ջանիս ինձամա։ Սմուրախ շախամի ճիշակ, ինակ ռովնաչսի ձնիամա։ Անմահական ջիրովլիքը օսկե փնջանիս ինձամա։ Նակահանմա որեջեքի էքսով սենաջնıb ձնիամա։ Նստին վրիս, շվականիս, զարբաբ վրանիս ինձամա։ Միցն սերև քավիշ սենա բաբրաս սենարը ձնիամա։ Սուչս իմացի էնենց սպանը, սուլթան ու խանիս ինձամա։ Սուչ ուզրացամի օտերինապս նապլուս ու սենախ ձնիամա։ Ես 16 տարեկան եմ, ավարտել եմ Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2-րդ հիմնական դպրոցի գերազանցությամբ եւ արդեն ուսումը շարունակում եմ Վարդենիսի Համազած Փամբարձումյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասանում, կրկին սովորում եմ գերազանց, ավելի շատ խորացված ուսումնասիրում եմ կենսաբանություն եւ քիմիա առարկաները, քանի որ ցանկանում եմ արդեն ապագայում դառնալ բժշկուհի։ Ունեմ բազմաբնույթ նախասիրություններ, պարում եմ ազատ ժամանակ, ասմունքում եմ, սիրում եմ գրքեր ընթերցել եւ նվագում եմ շրի։ Ինչպես նաև հենց հակառակ եմ ասում։ Վստահ եմ ընթերցանությունը շատ մեծ մաս է կազմում քեզ մոտ, որովհետև դա է նաև հա նպաստել քո հակառակ կարդալու։ Դա նաև նպաստել է, որ չգիտեմ, շատ արագ եմ խոսում, հենց դա էլ նպաստում է, որ տենց վայրկյանների ընթացքում եմ կարողանում բառերը հակառակ կարդալ։ Ինչ գրողների ես կարդում։ Սիրում եմ հիմնականում արտասահմանյան գրողների, բայց նաև հայ գրողների։ Սիրում եմ Ագաթա Քրիստի կարդալ։ Դետեկտիվ գրականություն ես սիրում։ Իսկ հայ գրողներից ամենասիրելին ով է։ Պարույր Սևակ։ Ինչ ես կարծում, կյանքում ամենակարևոր բաները որոնք են, որ մարդը ունի լուծելու իր համար, երբ որ ինքը մեծ կյանք է մտնում։ Ինձ թվում է ամենակարևոր բաները կյանքում նրանք են, որ դու պետք է նախ եւ առաջ հասկանաս ինքդ քեզ, գիտակցես թե ինչ նպատակ ունես եւ ինչ ես ուզում հասնել։ Մարդը պետք է լինի հիմնականում իր տեսակով մաքուր, չլինի, չգիտեմ, ինչ-որ նախանձ եւ հասկանա, որ եթե դիմացինը ինչ-որ հաջողություններ է գրանցում, դա նաեւ կարող է իր մոտ ստացվել, եթե իհարկե շատ ջանք գործադրի։ Եվ հիմնականում ամենակարևորը սերն է կյանքում, թե ընկերների, թե ընտանիքի եւ թե հարազատների հանդեպ, այսինքն փոխադարձ սեր։ Ինձ թվում է կրթությունը հենց ամենակարևոր դեր ունի մարդու կյանքում, քանի որ եթե այսօր այդ կրթությունը, որ մենք ստացել ենք, մեզ պետք չկա, ապա ապագայում անպայման պետք կգա։ Ինձ թվում է սոցցանցերը ոչ այդքան դրական կողմ ունեն մարդու կյանքում, քանի որ մարդը հիմնականում տարված է ամբողջ օրը սոցցանցերում է եւ դա հիմնականում նպաստում է ոչ նրա մտավոր զարգացմանը, սակայն մի կողմից էլ կարելի ասել, որ եթե մարդը ցանկանա սոցցանցերը օգտագործի որպես դրական կողմ, հենց դրանով արդեն ավելի լավ կկրթվի։ Շատ հաճախ դասեր ընթերցելիս, եթե միայնակ եմ, էլի հակառակ եմ կարդում, որ էլի նպաստում է իմ զարգացմանը։ Ասացի մտքում նախ վանկատում ես եւ մտքում պատկերում ես այդ բառը, որ պետք է կարդաս։ Միանգամից վանկատում եմ եւ բայց շատ արագ եմ վանկատում ու միանգամից հակառակ եմ ասում։ Ինչ լեզուներ գիտես։ Ռուսերեն, անգլերեն, հայերեն եւ հակառակը։ Եվ հակառակը, բոլոր լեզուների եւ հակառակը։ Թե ծնողներս եւ թե մնացած հարազատներս շատ բուրըն արձագանքեցին, քանի որ դա նրանց համար շատ զարմանալի էր եւ իրենք ահագին ժամանակ փորձում էին ստուգել, թե ես արդյոք ճիշտ եմ ասում թե ոչ, եւ իհարկե ճիշտ էի ասում, բայց նրանք իրականում շատ հուզված էին եւ շատ ուրախ էին իմ այս հաջողությամբ։ Առաջին անգամ հենց ընտանիքով հավաքված էինք, երբ որ սկսեցի ուղղակի բառերը հակառակ ասել, եւ դրանից հետո արդեն սկսեցին ասել, որ ես նախադասությունները հակառակ կարողանամ ասել, եւ հենց այդպես էլ բացահայտվեց իմ տաղանդը։ Ինձ թվում է հենց առաջին տեղում պետք է լինի կրթությունը, քանի որ եթե մարդը կրթված է, մարդը գիտակցում է, թե ինչ է անում եւ ում հետ գործ ունի։ Երկրորդ տեղում ինձ թվում է միասնականությունը, որովհետև եթե ազգը մեր պետությունը միավորված է, ապա ցանկացած խնդիր ունի իր լուծումը եւ կարող է դուրս գալ նման բարդ իրավիճակներից։ Մարգարիտա, դու ապրում ես Վարդենիսում, որը սահմանամերձ տարածք է եւ նաեւ բավականին հեռու է հայրաքաղաքից եւ շատ առումներով տարբերվում է։ Դե ինձ թվում է տարբերությունը շատ մեծ է, քանի որ այստեղ չկա այն ամենը, ինչ որ կա օրինակ հենց մայրաքաղաքում, թե ինչ որ ժամանցային, թե կրթական ինչ որ վայրերը, որտեղ երեխաները կարողանում են եւ թե ուրախանալ, եւ թե արդեն կրթվել։ Եվ ինձ թվում է, որ ավելի շատ այստեղ պետք է կենտրոնանալ թե հետաքրքիր վայրեր ստեղծելու եւ թե ավելի երեխաների մտավոր ունակությունները զարգացնելու համար։ Մարգարիտա, ինչպես անցնում քո օրը։ Առավոտյան հաճախում եմ դասի, գալիս եմ տուն, դասերս վերջացնելուց հետո գնում եմ անգլերենի պարապմունքի
Եվ դրանից հետո արդեն երբ որ վերադառնում եմ տուն կրկին անում եմ բոլոր դասերս, ազատ ժամանակ արդեն զբաղվում եմ բարով եւ երեկոյան արդեն ֆիլմ եմ դիտում։ Ինձ թվում է երջանիկ լինելու համար պետք է ունենաս այն ամենը, ինչ որ, չգիտեմ, քեզ ուրախացնում է, քեզ երջանկացնում է։ Պետք է սիրես քո հարազատներին եւ դու սիրվես նրանց կողմից։ Դու երջանիկ ես, երբ որ ունես քեզ մոտ լավ մարդկանց, ովքեր քեզ շրջապատում են